Նախաստորագրվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը. The Framework Agreement between the United States of America and the Republic of Armenia on strategic cooperation concerning the Trump Road for International Peace and Prosperity is being initialed. Ստորագրվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը. The Charter on Comprehensive Strategic Partnership between the United States of America and the Republic of Armenia is being signed. Ստորագրվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոնարի արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը. The framework for securing of supply in the mining and processing of critical minerals and rare earths between the United States of America and the Republic of Armenia is being signed. Արգելի գործընկերներ, այսօր պատիվ ունեմ հյուրընկալել իմ լավ բարեկամ եւ գործընկեր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Մեծարգո պարոն պետքարտուղար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր գերհագեցած օրակարգում աշխատանքային գրաֆիկում Հայաստան այցելելու եւ այս կարևոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար ժամանակ գտնելու համար։ Ձեր այս խիստ բովանդակալից այցը վկայում է մեր երկկողմ կապերը հետևողականորեն ամրապնդելու Երևանի եւ Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին։ Օգտվելով առիթից պետք է կրկին արձանագրեմ, որ մեր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հարաբերությունները այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակողել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ, հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի պարբերական զարգացումները։ Հարգելի գործընկերներ, ամենակարևոր իրադարձությունը իհարկե անցած տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովն էր, որտեղ հնարավոր դարձավ հաստատել խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց նաեւ կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերել եւ հայտարարել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ եւ ընդամենը մի քանի ամիս անց այս տարվա արդեն հունվարի սկզբին ես եւ իմ հարգելի գործընկեր պետքարտուղար Ռուբիոն Վաշինգտոնում ստորագրեցինք TRIP նախագծի իրականացման շրջանակի մասին մի նոր փաստաթուղթ եւ կրկին ընդամենը մի քանի ամիս անց այսօր մայիսին Երևանում մենք կարողացանք նախաստորագրել արդեն միջպետական համաձայնագիրը TRIP ծրագրի վերաբերյալ։ Իհարկե սա չի ծածկում այն ամբողջ ճանապարհը, որ մենք այս ամիսների ընթացքում, մեկ տարվա մի քիչ պակաս ընթացքում միասին անցել ենք, մենք ունենք արդեն ստորագրած եւ ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների մասին, միջուկային էներգետիկայի ոլորտի մասին, քիչ առաջ միասին ականատես եղաք, թե ինչպես ստորագրեցինք նոր փաստաթուղթ հանքանյութերի կրիտիկական միներալների վերաբերյալ եւ իհարկե ամենակարևորը ես կասեի հովանոցային պայմանավորվածությունը մենք եւ պետքարտուղարի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն եւ խնդրում եմ մի փոքր ուսումնասիրություն անել եւ համեմատել
գնահատել երկու փաստաթղթերը, կգուսամ կտեսնեք, թե ինչպիսի նոր հնարավորություններով, հատկապես երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը, այլ շատ կարևոր ոլորտների, թե կտեսնեք, թե ինչպես է հարստացված փաստաթուղթը այս ուղղություններով Եվս ուզում եմ մեկ անգամ եւս կարևորել եւ բարձր գնահատել նախագահ Թրամփի եւ նրա ամբողջ վարչակազմի պետքարտուղար Ռուբիոյի բոլոր մյուսների դերը եւ նվիրվածությունը հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում եւ Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում կրկին անգամ ուզում ասել եւ հուսով եմ ուսումնասիրեք կտեսնեք բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ եւ այնուհետեւ կտեսնենք գետնի վրա որպես իրականություն, միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար եւ աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։ Այսքանը թերևս սիրով ուզում եմ խոսքը փոխանցել ձեզ, կրկին անգամ շնորհակալ եմ այցի եւ շարունակական հանձնառությունների համար։ Շնորհակալություն ինձ ընդունելու համար, շնորհակալություն մեզ Երևանում հյուրընկալելու համար, ինձ համար հաճելի է այսօր այստեղ լինել, շարունակելու առաջ տանել նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի տեսլականը այս խիզախ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն հարավային Կովկասում, որը ամրագրվեց անցած տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Ինձ համար պատիվ էր այսօր արտգործնախարարի հետ նախաստորագրել մեր երկկողմ համաձայնագիրը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ։ Այս համաձայնությունը ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ եւ սա Հայաստանում եւ տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման ճանապարհ է, բայց մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIP-ով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով եւ այս վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է եւ ոչ միայն TRIP-ի ուղղությամբ, բայց նաեւ մնացած բոլոր ուղղություններում մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները եւ մեր նախագահի երկրորդ պաշտոնավարման շրջանի ժառանգության կարևոր մասն է լինելու սա։ Մենք նաեւ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե հայերը, թե ամերիկացիները, եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը, ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ, միասին աշխատելու եւ նաեւ հարգում ենք ինքնիշխանությունը եւ մենք այսպես է լավագույնս գործում երկկողմ հարաբերություններ։ Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում եւ մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ եւ մենք կարող ենք միմյանց օգնել միասին հասնել այդ ավելի լավ ապագային։ Եվ նաեւ փոխմբռնման հուշագիրը կարևորագույն հանքանյութերի մասին, սա կրկին փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է եւ լինի դա Վաշինգտոն պատվիրակությունների այցերի ժամանակ, թե իմ այցերի ժամանակ կարևորագույն հանքանյութերի մասին մենք շատ ենք խոսում բոլոր տեխնոլոգիաները, բոլոր նոր արարությունները 21-րդ դարում սա անհրաժեշտ գործոն է եւ դրանց մշակումը եւ դրանց վերամշակումը արդյունահանումը կարեւոր է ապագա բարեկեցության համար։ Այն երկրները, որոնք կարող են դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել եւ կկարողանան հայտնվել նորարարությունների կենտրոնում 21-րդ դարում, իսկ նրանք, ովքեր հետ կմնան, կտուժեն դրանից եւ մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրները, մեր երկու տնտեսությունները ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին եւ սա ոչ միայն ֆինանսապես օգտակար կլինի, սա նաեւ կնպաստի նորարարությունների շրջափուլի ապահովմանը, որը կարևորագույն գործոն է 21-րդ դարի համար։ Եվ դուք վարչապետը, հայաստանյան ողջ թիմը, դուք ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար եւ մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը տեսնել, հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը եւ պատրաստակամությանը երկրի ապագայի համար եւ մենք ուրախ ենք եւ հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի եւ պատրաստ ենք միասին ավելին անել։ Շնորհակալություն։ Արգելի պարոն պետքարտուղար
Dear Secretary of Շնորհակալ եմ State, կրկին thank you ջերմ once again for խոսքերի the համար, very վստահ եմ, warm որ մենք remarks. հետ այսու եւս բոլոր I am more than ջանքերը sure that կգործադրենք, after this, որպեսզի we will ensure իրաքայլ all առքայլ efforts are in իրականություն place դարձնենք to նախագահ Թրամփի step by եւ step վարչապետ implement Փաշինյանի all that President Trump and Prime ուրվագծած Minister Pashinyan have համագործակցությունը, outlined որը in this վստահաբար cooperation, շահեկան է which լինելու, I'm ինչպես more դուք than նշեցիք, confident that եւ will be Հայաստանի beneficial համար, both եւ for the Ամերիկայի Republic of Միացյալ Armenia and the Նահանգների համար, United States բայց of նաեւ America, մյուսների but համար also for others who are տարածաշրջանում, involved in the ովքեր region, կառուցողականորեն եւ who are համագործակցաբար joining in a կներգրավվեն այս constructive նախագծի environment and will be եւ նախագծերի participating in this ստեղծած project. հնարավորությունների Using մեջ the opportunities դուք that անձամբ these projects հարգելի will create. գործընկեր You personally, մշտապես your սպասված colleague, հյուր are եք a guest. We Երևանում, always սիրով await you in Yerevan with great սպասում love. ենք առաջիկայում We're մեր նոր waiting հանդիպումներին, for further new համագործակցության meetings, նոր new cooperation հնարավորություններին եւ նոր opportunities in the future. շփումներին, լինի դա And Երևանում, new friendship Վաշինգտոնում, may թե be in աշխարհի Yerevan, որևէ այլ Washington, or any other մայրաքաղաքում կամ capital in the վայրում։ world. Հարգելի գործընկերներ, Dear colleagues, հուսով եմ տեղեկացված եք, որ հարց ու I hope you're պատասխանի aware that we հնարավորություն don't have the չկա, opportunity for a հայցում եմ Q&A. ձեր ներողամտությունը, Kindly, սիրելի thank you լրագրողներ, for understanding, dear journalists. քիչ անց ես նորից later, կմիանամ I ձեզ will եւ join you պատրաստ եմ and I will պատասխանել answer your արդեն հետո ձեր questions. հարցերին։ Շնորհակալություն։ Thank you.